Եթե բանալու կողքին ունենք բեմոլներ, ապա նախավերջին բեմոլը ցույց է տալիս տոնայնությունը։ Պետք է միայն հիշել, որ ֆա մաժորը ունի մեկ բեմոլ, սի բեմոլ։ Մնացած դեպքերում նախավերջին բեմոլն է հուշում տոնայնությունը։ Մենք ունենք երկու բեմոլ, սի բեմոլ և մի բեմոլ։ Նախավերջին բեմոլը սի բեմոլն է, ուրեմն մենք գտնվում ենք սի բեմոլ մաժորում և սի բեմոլ տոնայնությունը կունենա երկու բեմոլ, սի բեմոլ և մի բեմոլ։ Ունենք 3 բեմոլ, սի բեմոլ, մի բեմոլ, լա բեմոլ։ Նախավերջին բեմոլը մի բեմոլն է, ուրեմն մի բեմոլ տոնայնությունն էլ կունենա այս 3 բեմոլները։ Ունենք 4 բեմոլ, սի բեմոլ, մի բեմոլ, լա բեմոլ, ռե բեմոլ։ Նախավերջին բեմոլը լա բեմոլն է, ուրեմն լա բեմոլ մաժորն էլ կունենա այս 4 բեմոլները։ Ունենք 5 բեմոլ, սի մի լա ռե սոլ, նախավերջին բեմոլը ռե բեմոլն է, ուրեմն գտնվում ենք ռե բեմոլ մաժորում։ Ունենք 6 բեմոլ, նախավերջին բեմոլը սոլ բեմոլն է, ուրեմն գտնվում ենք սոլ բեմոլ մաժորում։ Իսկ եթե ունենք 7 բեմոլ, նայում ենք նախավերջին բեմոլին, դո բեմոլն է, ուրեմն մենք գտնվում ենք դո բեմոլ մաժորում։ Եթե ունեք հարցեր, գրեք և բաժանորդագրվեք։